Շարքային մկրտիչ մանուկի բազան, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ես կցանկանայի ողջունել ու ուղարկել իմ ծնողներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, հատկապես կուզեի ողջունել ուղարկել իմ մորը, նա հիմա տան նստած ինձ է սպասում։ Ինչքան ես դեռ ծառայելու մկրտիչ։ 3 ամիս։ 3 ամիս։ Այդ սահմանին հատկապես այս ուղղությամբ բավական լարված է լինում, հա, հատկապես վերջին շրջանում։ Ինչ է փոխում դա քո մոտ, քո զինակից ընկերների մոտ, հատկապես որ դուք նաև դիրքապահ զինվորներ եք։ Ճիշտ ասած կապ չունի մարտական դիրքերի մեջ, թե զուգրամասում ես, ծառայություն է։ Ստեղ ավելի ոնց որ զգացել ինչի համար ես եկել, ճիշտ է զորանոցում էլ է նույն զգացողությունը, բայց որ ստեղ ես ելնում, ոնց որ քո սպաները քո ընկերներն են դա առնում, ասենք ավելի մտերիմ ես ելնում էլի իրանց։ Մկրտիչ, այ 3 ամիս մնաց քեզ ծառայելու, հաշվի արդեն Աստված տա, հաշվի ավարտել ես, ասեցիր ավելի շատ զգում ես թե ինչի համար ես եկել ծառայելու, այ ինչ փոխեց քո մեջ ծառայությունը։ Հայրենասիրությունն է, որ ավելի մեջդ սերմանվում է։ Հետո ասենք, եթե մինչես կարող տենց օրինակ դուրս աշխատանքի համար կարող գնայի, հիմա հաստատ չեմ գնա այդտեղ։ Իսկ որ վերադառնաս քաղաքացիական կյանք արդեն պլաններ ունես, ինչով ես զբաղվելու, ինչ ես անելու։ Սովետից ուսումը շարունակեմ։ Ունես ընտրած մասնագիտություն։ Այո։ Ինչ ես մասնագիտում։ Ատոմային էներգետիկա։ Աջակցություն։